Ղեկավարվելով Հայաստանի անկախության մասին հռչակագրով, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգևոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար։ Ազգապահպանությունը ես այստեղ ընդգծում եմ, եթե հիշում եք պարոն Մելքոնյանի զեկույցից, ազգապահպանությունը որպես առաջին թիրախ թուրքական իշխանությունների կողմից դիտվում է մի գործոն, որի համար անհրաժեշտ է պայքարել հայոց եկեղեցու, ազգային եկեղեցու դեմ։ Երբ որ մենք 2005 թվականի սահմանադրության փոփոխության ընթացքում ամրագրեցինք այն, ինչը կար օրենքում, ըստ էության սահմանադրության 8 պրիմ հոդվածում, մենք ազգապահպանման խնդիրը չներառեցինք սահմանադրության մեջ, որովհետև խոսքը գնում էր ինքնիշխան պետության մասին, ինքնիշխան պետության սահմանադրության մասին եւ ազգապահպանության խնդիրը դարձել էր առաջին հերթին բնականաբար պետության պարտականություն։ Բայց սահմանադրության 2005 թվականի խմբագրությամբ սահմանադրության 8 պրիմ հոդվածի ամենակարևոր հիմնասյունային կետերից մեկը նրանում էր կայանում, որ ուղղակիորեն ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը ի թիվս այլոց ազգային ինքնության պահպանման գործում։ Սա արդեն երկրորդ այն գործոնն է, որի վերաբերյալ պարոն Մելքոնյանը մեզ այստեղ տեղեկացրեց։ 2015 թվականի սահմանադրությունը ըստ էության որևէ փոփոխություն չի մտցրել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ սահմանադրական դրույթում, պարզապես 2015 թվականի սահմանադրության առաջին գլխում շատ ավելի հստակ տարանջատում է կատարված մի կողմից պետությունը անջատ է եկեղեցուց սկզբունքի եւ 17-րդ հոդված եւ սահմանադրության 18-րդ հոդված հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելության վերաբերյալ։ Այդ հոդվածը առաջին մասը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Երբ որ սահմանադրությունը նաեւ 41-րդ հոդվածում խոսում է այն մասին, որ բոլոր կրոնական կազմակերպությունները իրավահավասար են եւ օժտված են ինքնավարությամբ, կարող է առաջին հայացքից տպավորություն ստեղծվել, որ այնուամենայնիվ իրավահավասարություն չկա, որովհետեւ 18-րդ հոդվածը խոսում է առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելության մասին։ Դա այդպես չէ, այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է այն բացառիկ դերը, որը որ կատարել է մեր ազգային եկեղեցին հայ ժողովրդի կյանքում եւ հենց այդ պատճառով է, որ այդ եկեղեցու նկատմամբ պետությունը ունի առանձնահատուկ վերաբերմունք։ Եվ այդ առանձնահատուկ վերաբերմունքը 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո 2007 թվականի փետրվարի 22-ին ամրագրվեց արդեն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների մասին օրենքում, որը նույնպես սահմանադրական պահանջ էր 2005 թվականի սահմանադրության, այդ դրույթը, այդ օրենքը գործում է մինչև այժմ։ Երբ որ այդ օրենքի երկրորդ հոդվածի երկրորդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է մեր ազգային եկեղեցու ինքնավարությունը իր նվիրապետության սահմաններում, այդ դրույթը այսօրվա սահմանադրական իրավունքի 2015 թվականի սահմանադրության 41-րդ հոդվածի լույսի ներքո կարող է մի փոքր սահմանափակիչ թվալ, որովհետև 41-րդ հոդվածի 4-րդ մասը ամբողջությամբ է ճանաչում ցանկացած կրոնական կազմակերպության ինքնավարությունը, լինի դա նվիրապետության սահմաններում, լինի դա
այլ ներքին ուրեմն եկեղեցական գործերի կառավարման սահմաններում այստեղ սակայն ամենակարևորը, որը որ դարձել է մեր համար ակտուալ, հենց նրանում է կայանում, որ Հայաստանի Հանրապետությունը իր պաշտոնատար անձինք, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի շուրթերով իրականում ուղղակիորեն միջամտում է Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության ամենակարևոր մի շրջանի, մի գործոնի, որը հենց նվիրապետությունն է, այսինքն այն եկեղեցական պաշտոնների, աշճաններին, որոնք որ բացառապես ազգային եկեղեցու իրավասության ներքո են գտնվում, ընդ որում սա վերաբերում է ոչ միայն մեր ազգային եկեղեցուն, այլ Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած եկեղեցու։